Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր հունիսի 3-ն է, երեքշաբթի։ Հունիսի 1-ից վերամեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար, սկսած երկրորդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգացության ներքո կամ չեն բնակվում համայնքային պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը։ Ի դեպ, գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում։ Աջակցությունից կօգտվեն այն ընտանիքները, որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան Հայաստանի շինարարների միությունը օնլայն հարթակում ուղիղ կապ են ստեղծում գնորդների և կառուցապատող ընկերությունների միջև, ներկայացնելու են իրենց քաղաքաշինական ծրագրերը, սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով։ Գործող կայքը տալիս է նաև անվճար խորհրդատվության հնարավորություն։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի շինարարների միությունն ու Նորակառույց-ԵՄ ստորագրեցին անդամության պայմանագիր, որով ազդարարվեց համագործակցության նոր սկիզբ։ Այս կերպ Նորակառույց-ԵՄ հարթակի միջոցով ասոցիացիայի անդամ կառուցապատողներին ընձեռվելու է լայն հնարավորություններ, ներկայացնելու իրենց արտադրանքը, քաղաքաշինական ծրագրերը, սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով։ Այսօրվա կնքվող հաստատուղթը ըստ էության մի կողմից մեր եւ մյուս կողմից Նորակառույց-ԵՄ հարթակի նույն գաղափարների շուրջ համախմբման եւ շուկայում համատեղ ջանքերով արկախված մարտահրավերների դեմ պայքարի ուղղությամբ անելիքների եւ միջոցառումների ազդարարման սկիզբ է հանդիսանում։ Մեր բնակիչները, մեր գնորդները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ կառուցվող շենքի շինարարի մասին, ծանոթանալ նրա նախկին կատարած աշխատանքներին, պատմությանը շինարարական կազմակերպության։ Գաղտնիք չէ, որ այսօր կառուցապատման քաղաքաշինական բազմաթիվ ծրագրեր կան, որոնք սպառողների լայն շրջանակի մոտ առաջացնում են հարցեր՝ ումից ու որտեղից ձեռք բերել անշարժ գույք։ Գնորդների ցանկությունն է բնականon ձեռք բերել միմիայն վստահության եւ կորպորատիվ պատասխանատվության բարձր մակարդակ ունեցող սուբյեկտներից, որպեսզի չունենան խնդիրներ։ Այս 5 տարվա ընթացքում Նորակառույց-ԵՄ հարթակում ներկայացվել են բազմաթիվ նորակառույց ընկերություններ, նորակառույց շենքեր եւ պրոցեսի ընթացքում հիմք է դրվել կայքում ներկայացնել միայն վստահելի կառուցապատող ընկերություններին։ Այս տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել դեպք, որ ասոցիացիայի անդամ որևէ կառուցապատող ունենա ֆինանսական բնույթի այնպիսի խնդիր, որը առաջացնի հասարակական հնչեղություն, բնակիչների, սպառողների մոտ դժգոհություններ, քաղաքաշինական ծրագրի էական ուշացումներ կամ պետության կողմից կամ համայնքի կողմից դրսևորվող սանկցիոն պատժիչ մեխանիզմների առարկա հանդիսանա տվյալ կառուցապատողը կամ իր ծրագիրը։ Կառուցապատողների հայկական ասոցիացիային մինչև այս անդամակցում էին բացառապես կառուցապատող ընկերությունները։ Այս անդամության պայմանագրով այսօրվանից մեկնարկում է նաև ասոցիացված անդամի ինստիտուտի ներդրման գաղափարը, եւ որպես ասոցիացված անդամ առաջինը ներգրավվեց Նորակառույց-ԵՄ հարթակը, որի հետ Գուրգեն Գրիգորյանի խոսքով փոխհարաբերվում են կամ հնարավորություն ունեն փոխհարաբերվելու Հայաստանի գրեթե բոլոր կառուցապատողները։ Տիգրան Վակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարական տված Արամ Ղազարյանը վարչապետի հունիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Նշենք, որ նախորդին Արամ Ղազարյանը Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում էր գրել, իսկ ավելի վաղ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հունիսի 3-ի առավոտյան եզակի հատուկ գործողություն է իրականացրել եւ երրորդ անգամ հարվածել Ղրիմի կամրջին։ Այս անգամ ջրի տակից։ Նշվում է, որ ժամը 4:44-ին ակտիվացվել են
կամրջի հենարանների տակ տեղադրված ստորջրյա պայթուցիկ սարքերը։ Հատուկ ծառայության տվյալներով 1100 կիլոգրամ տրոտիլային համարժեքով պայթուցիկները զգալի վնաս են հասցրել կամրջի կոնստրուկցիաներին հատակի մասում։ Պայթյունի հետևանքով կամուրջը գտնվում է վթարային վիճակում։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նշել է, որ գործողությունը մանրակրկիտ ծրագրված է եղել եւ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է օրվա ընթացքում երկրորդ անգամ։ Առաջին անգամ սահմանափակումներ մտցվել էին Մոսկվայի ժամանակով հունիսի 3-ի առավոտյան ժամը 6-ին։ 2014 թվականին Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ռուսաստանը կառուցել է Ղրիմի կամուրջը, որը Կրասնոդարի երկրամասը կապում է թերակղզու հետ։ Ուկրաինան չի ճանաչում Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ եւ պնդում է, որ Մոսկվան Ղրիմի կամուրջը կառուցել է ապօրինաբար։ Իրանի արտաքին գործերի նախարարը Կահիրեում հանդիպել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի հետ։ Աբբաս Արաղչին ու Ռաֆայել Գրոսին քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։ Բանակցություններին մասնակցել են նաև Եգիպտոսի նախագահն ու արտգործնախարարը։ Հանդիպումից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շուտով կպատասխանի իրանական միջուկային էներգիայի վերաբերյալ առաջարկին, որը Միացյալ Նահանգները փոխանցել է օմանյան կողմի միջոցով։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել, եթե չճանաչվի ուրանի հարստացման Իրանի իրավունքը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սպիտակ տան առաջնորդը կրկնել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Մուղլայի նահանգի Մարմարիս շրջանում։ Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, 69 վիրավորվել։ Նախնական տվյալներով քաղաքի տարածքում բնակելի շենքերում փլուզումներ չեն արձանագրվել։ Ցնցումները զգացվել են նաև Հունաստանի Հռոդոս կղզում։ Երկու շաբաթ է բուլվարային թաղամասի բնակարանից վտարված կինը շքամուտքում է ապրում։ 20 տարի առաջ ընդամենը $500 առանց թուղթու պայմանագրի գնաց տունը Ֆաթիմա Խեկիլաևայինը չէ։ Այդ մասին 20 տարի անց նա իմացել է դատարանից ուղարկած գրությունից։ Կնոջ վտարման ու բնակարանի գնման խայտառակ պատմությանը հորիզոնի նկարահանող խումբը օրեր առաջ անդրադարձավ։ Գոնե ժամանակավոր բնակության հարցը լուծելու պայմանավորվածությունը քաղաքապետարանը խախտել է։ Խնդրի լուծմանը սպասող Ֆաթիմա Խեկիլաևան նորից է դիմել քաղաքային իշխանությանը։ Արդեն 4 օր կամ ես եկել եմ, իրավաբանը մոտ գնացի, Արմենիի մոտ գնացի, հետո այս կողմից երկրորդ հարգի тоже Արմենի կա իրավաբանը։ Սաղ տեղ գնացի, ոչ մի բան օգնություն չկա։ Քաղաքապետարանի մի քանի սենյակներով հերթական պտույտից հետո անտուն մնացած 65-ամյա կինը կոնկրետ պատասխան էլի չստացավ։ Բանավոր խոսքի սովոր բաժինների պաշտոնյաները հարմար բնակարան են փնտրում։ Բանկում գրավադրած բնակարանը տիկին Ֆաթիմայինը չէ, քնելու լուսացնելու տեղն ու տարածքը 5-րդ հարկի իր ապրած բնակարանի մութ ու ցուրտ միջանցքն է։ Արդեն 2 շաբաթ է 65-ամյա կինն այստեղ է ապրում։ Միջու հիմի հարց չի լուծե, էլի ես նույն պատիեզդի մնացի։ Ես այսօր գիշերը մրսել եմ։ 2 շաբաթում քաղաքապետարանի տասնյակ դռներով է անցել։ Մի կաբինետից մյուսն ուղարկելու ճամփեքն անցնելու արդյունքում դրական պատասխանը եղել է այն, որ բնակֆոնդում եղած մի բնակարան իր համար կգտնվի, բայց միևնույն ժամանակ իրեն են հանձնարարել տուն գտնել։ Պարոն Պաբիգյանը զանգել է, ասել պարոն Պաբիգյան, դուք սերի ուշվատորը կուկակ, հարցը լուծեք, ման կուկակ։ Ոչ ում պատկանում շենք, ես ինչ գիտեմ ում պատկանում։ Սե գիտեմ ես քաղաքապետարանը։ Դուք պետք է հարցը լուծեք, դուք գնաք պետք է կոմպյուտերով, թղթով, ով սիպականաշնորհած է տունը, ով ունի, ով դարդագ է տունը։ Շենքի մուտքն ամբողջությամբ տանկույքն է զբաղեցրել, պարկերով շարված իրերը փակել են հարևանների ելումուտը։ Նեղվում է, որ նեղություն է տալիս հարևաններին, բայց եւ չի ուզում լավ ու վատ լինել։ Վերջը 20 տարի հարևանություն են արել։ Подъезде մեջ ես չեմ զբաղվել լավերնիմ հարևանները։ Абսոլютно ես հավաս չունեմ բաների այդ կրվելու։
Քաղաքի բնակվոնդում տներ կան տիկին Ֆաթիմային էլի առաջարկել են բուլվարային թաղամասի բարձրահարկ շենքերից տուն։ Երկու հասցեով էլ գնացել է, երկու բնակարաններն էլ ասում է չեն ունեցել դուռ, լուսամուտ լցված են եղել աղբով։ Լքված բնակարանները արդյոք տերեր ունեն, սա էլ քաղաքապետարանը դեռ չի պարզել։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։